Չեք հավատա, բայց այս ծակոտկեն նուրբ ու բարակ նրբաբլիթները պատրաստված են առանց կաթ և ձու։ Սա պահքի բաղադրատոմս է, մեկ չափաբաժնից ստացվում է 14-ից 16 հատ նրբաբլիթ։ Միջուկը կարող է լինել և քաղցր, և աղի, կարելի է մատուցել ջեմով, մուրաբայով կամ պատրաստել տարբեր հատիկեղենով միջուկներ և փաթաթել, բոլոր տարբերակներն էլ հրաշալի են։ Այս բաղադրատոմսի մեջ օգտագործվող բոլոր բաղադրիչները կգտնեք ձեր խոհանոցում։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 200 գրամ ալյուր, 400 մլ ջուր, 1 ճաշի գթալ շաքարավազ, բուսայուղ, 1 թեյի գթալ սոդա և աղ։ Միացնում ենք շաքարավազը, աղը և սոդան, վրան ավելացնում ենք 200 մլ եռացրած հովացրած ջուր։ Առանձու և կաթ պատրաստվող այս նրբաբլիթները իրենց տեսքով չեն տարբերվում դասական բաղադրատոմսով պատրաստվող նրբաբլիթներից, համը մի փոքր տարբերվում է։ Ավելացնում ենք ալյուրը և խառնում ենք, ստացվում է բիսկվիթի խտություն ունեցող խմոր։ Բարեկամներ, եթե պահք եք պահում, անպայման բաժանորդագրվեք հայկական խոհանոց ալիքին և հետևեք իմ տեսանյութերին, այստեղ կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Այս փուլում մաս-մաս ավելացնում ենք 200 մլ եռման ջուր։ Խառնում ենք հարիչով կամ ձեռքի բլենդերով, որպեսզի գնդիկներ չլինեն, վերջում ավելացնում ենք 3 ճաշի գթալ բուսայուղ և առանց խառնելու թողնում ենք խմորը հանգստանա 15-ից 20 րոպե։ Նրբաբլիթների շերտերը փաթաթելիս չեն ճաքում և չեն վնասվում, տապակելու ընթացքում պահպանում են իրենց ձևը։ Այս շերտերով ես պատրաստել եմ ոսպով շատ համեղ պահքային նրբաբլիթներ, բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի գտնել։ Խորհուրդ է տրվում շերտերը պատրաստելուց հետո նրբաբլիթները փաթաթել 1 ժամվա ընթացքում, քանի որ այս խմորի մեջ ուղղայնությունը բավականին ցածր է և օդի հետ շփվելիս շերտերը չորանում են։ Հետևելով բոլոր խորհուրդներին ձեզ մոտ էլ կստացվի գերազանց արդյունք։ Արդեն անցել է 20 րոպե, խմորը խառնում ենք, տապակի մեջ մի փոքր բուսայուղ ենք տարածում և սկսում ենք պատրաստել։ Եթե ցանկանում եք, որ նրբաբլիթները ծակոտկեն լինեն, տապակը շատ լավ տաքացրեք։ Տապակի վրա քսում ենք ձետ ընդամենը 1 անգամ։ Մի կողմը կարմրելուց հետո շրջում ենք, թողնում ենք ևս 1 րոպե։ Այսպես մեկը մյուսի հետևից պատրաստում ենք բոլոր շերտերը, հեշտ և արագ բաղադրատոմս։ Արդյունքում ստանում ենք ծակոտկեն, նուրբ ու բարակ պահքային նրբաբլիթներ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ առանց կաթի և ձվի նրբաբլիթների նման հրաշալի բաղադրատոմս, դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։